Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։ Պարոն Բադալյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Բադալյան, այս ընտրություններին մասնակցող 18 ուժից 7-ը վիճարկել են ընտրության արդյունքները բարձր դատարանում եւ մենք տեղեկացանք, որ ամսի 26-ին քննվելու է մեկ վարույթով ընդ որում գործերը միացված են Սահմանադրական դատարանը պետք է քննի նրանց դիմումները։ Ինչ սպասել Սահմանադրական դատարանից։ Իհարկե առանձնապես մեծ սպասելիք, որ կարող է վերանայվել ընտրության արդյունքը օբյեկտիվորեն չկա, նախադրյալ համենայն դեպս դրա չի երևում, բայց անշուշտ դա որպես առնվազն աշխատանքային ուղղություն հետընտրական իրավիճակում պետք է դիտարկել եւ այդ ուղղությամբ աշխատել, որովհետեւ ընդհանուր կարելի է աշխատել դետալային հաջողության վրա, այսինքն այստեղ եթե դիտարկում ենք process-ը ավելի լայն համատեքստում, ապա Սահմանադրական դատարանը ուղղություններից մեկը լինելով կարող է ինչ-որ դետալային աշխատանքի արդյունք բերել, դարձյալ հավանականությունը գուցե քիչ է, բայց որպես աշխատանքային ուղղություն իհարկե այդ ուղղությունը պետք է օգտագործել եւ փորձել հասնել անգամ այդ մակարդակում առավելագույնի։ Այսօր նաև իմացանք, որ քաղաքացիական պայմանագրի հետ փոխկապակցված դատավորներ, օրինակ Արտակ Զեյնալյանը, Վլադիմիր Վարդանյանը փաստորեն չեն մասնակցելու այս գործի քննությանը։ Հիմա Հայաստան դաշինքը դիմելու է նաև Սեդա Սաֆարյանի մասնակցությունը անհնարին դարձնելու համար։ Նրանց չմասնակցությունը ինչ որ առումով ձեզ կարող է ազդել գործի քննության արդյունքների վրա, թե այնուամենայնիվ դա լինելու է քաղաքական որոշում Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը։ Կարծում եմ հարաբերական է ընդհանրապես արձանագրել, որ այս դատավորը ասոցացվում է կամ առնչվում է կառավարող ուժին եւ մյուսները ոչ։ Վերջին հաշվով որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ դատարանը ձևավորվել է կառավարող ուժի մեծամասնության կամքով։ Եվ հետեւաբար առանձին դատավորների պարագան կարող է դարձյալ լինել հարաբերական ինչ-որ հանգամանք, բայց չեմ կարծում, թե վճռորոշ լինի Սահմանադրական դատարանի դիրքորոշման հարցում։ Պարոն Բադալյան, կա մի տեսակետ, որ Սահմանադրական դատարանը գուցե այնուամենայնիվ գնա վերաքվեարկության եւ կա նաեւ տեսակետ, որ վերջերս շատ է քննարկվում, որ դա իրականում ձեռնտու է հենց իշխանություններին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը վերաքվեարկության միջոցով կկարողանա ապահովել իր սահմանադրական մեծամասնությունը։ Ինչ կարծիք եք։ Այստեղ ավելի ստույգ գնահատական հենց քաղաքական ուժերն իրենք պետք է իմանան, ունենան, որովհետև իրենց է շատ թե քիչ հասանելի պատկերը, թե տեղամասերում ինչպիսի հարաբերակցություն է եղել իրենց վստահված անձանց միջոցով եւ այս տեսանկյունից եթե իրենք վերահաշվարկի պահանջներ դնում են, ես ծանոթ չեմ մանրամասներին դիմումի եւ դիմումների, ապա ըստ ամենայնի այդ պահանջները դնում են հաշվարկելով նաև դրանց բավարարման դեպքում էֆեկտիվությունը։ Այո, գուցե որոշ իմաստով դա նաև շահեկան լինի քաղաքացիական պայմանագրի համար ինչ-ինչ տեսանկյունից, բայց եթե օրինակ թույլ է տալու այդ վերահաշվարկը Լիցուկ Բարգավաճ Հայաստանի անցնել չանցնելու հարցում փոխել կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած արդյունքը, ապա սա կարծում եմ նշանակալի էֆեկտ կլինի եւ կարող է լինել օրինակ հենց այդ դետալային հաջողություններից մեկը, որի մասին խոսում էի, որովհետեւ սա առանցքային հարց է ընդհանուր քաղաքական պատկերի իմաստով։ Քաղաքացիական պայմանագիրը 3-5-րդ արձանագրում է խորհրդանում, թե ոչ։ Եվ հետեւաբար այստեղ կրկնեմ արդեն ներկայացվող պահանջները քաղաքական դիմումատուների պետք է բխեն իրենց ունեցած պատկերացումներից, թե այս կամ այն պահանջը իրենց ինչ կտա եւ իշխանությանը ինչ կտա բավարարելու դեպքում։ Չէ, այստեղ հարցը ոչ թե վերահաշվարկն է, այլ նոր քվեարկությունը, այսինքն կոպիտ ասած նոր ընտրություններ են եւ այդ դեպքում իշխանությունը շատ ավելի մեծ ջանքեր կգործադրի ունենալ շատ ավելի մեծ ձայներ, այսինքն 50+ ապահովելու։ Դե դեպքում պետք է ընդդիմությունն էլ իր հերթին ջանքեր գործադրի, եթե դնում է այդպիսի պահանջ կամ վերաքվեարկության իրավիճակի առաջանում, որովհետև ես չեմ կարծում այդուհանդերձ, որ այդտեղ այդ դեպքում իշխանության շանսը ավելի մեծ կլինի, քան ընդդիմության։ Բայց եթե ընդդիմությունը խոսում է վարչական ռեսուրսների կիրառման մասին, այսինքն այս դեպքում իշխանությունը չի կարող ավելի շատ ջանքեր գործադրել։ Այդ համատեքստում ընդհանրապես առհասարակ որևէ ընտրություն դառնում է ավելորդ, որովհետև միշտ իշխանությունը կարող է այդ իշխանության լծակները գործադրելով ցանկացած ընտրատեղամասում այդ ավելին անել։ Հիմա այստեղ հարցն այն է ընդդիմությունը հաշվի առնելով այդ գործոնները, որքանով արդյունավետ ինքն է կարողանում
գնալ իր համար ցանկալի նպատակներին եւ արդյունքներին։ Ես կրկնեմ, որևէ մեկի համար թերևս զարմանալի չի լինի, որ իշխանությունը գործադրելու է այդ ջանքերը։ Իշխանության դիրքերը չարաշահելու է համաչափ, անհամաչափ բոլոր լծակները կիրառելու է։ Հիմա անդիմության խնդիրը այս պարագայում այդ ամենով հանդերձ արդյունավետ լինելն է։ Եվ տվյալ դեպքում, եթե անգամ վերաքվեարկության հարց առաջանա, այստեղ դա կարծում եմ այդուհանդերձ ընդդիմության համար եւս հնարավորություն է, որը պետք է օգտագործել, եթե առաջանա։ Որքանով է ընդդիմությունը պատրաստ այս սցենարին։ Միշտ է խնդիրը դա, այսինքն ընդդիմությունը որքանով է պատրաստ արկա իրողությունների պարագայում գործել առավելագույն արդյունավետությամբ։ Ձեր վերլուծությամբ ընդդիմությունը ինչ սցենարների է պատրաստ։ Մենք տեսանք Սամվել Կարապետյանի կողմից հնչեց համախմբման կոչ, մենք տեսնում ենք, որ մյուս ուժերը չեն բացառում համախմբումը։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, այո, պետք է համագործակցենք, նա նաև ասում է, որ դեռ նախընտրական շրջանում էր պետք համագործակցությունը։ Հիմա ինչի շուրջ են նրանք համախմբվելու եւ ինչ կարող են անել։ Ես կարծում եմ, եթե համախմբման գաղափարը առաջ շարժվի զուտ թվաբանական կամ ֆիզիկական միասնականության հաշվարկով կամ չափումով, այդտեղ առանձնապես մեծ հեռանկար այդ գաղափարը հազիվ թե ունենա։ Հետևաբար շատ կարևոր է, թե այդ գաղափարը ինչ բովանդակային շրջանակով է պատկերացվում եւ հետևաբար նաեւ ինչ աշխատանք է ենթադրելու այդ պատկերացումը։ Որովհետև իմ կարծիքով ընդդիմության դաշտում իրավիճակը բոլորովին այդպես միատարության նախադրյալներով չէ, որ կարող է բնորոշվել։ Կան ներընդդիմադիր շատ լուրջ խանդեր, մրցակցություն եւ այլն եւ այլն։ Եվ մենք դա տեսնում ենք նաեւ օրինակ մանդատներ վերցնել չվերցնելու վերաբերյալ քննարկումներով։ Այդ հարցը երբ անմիջապես բերվեց առաջին պլան ընտրության արդյունքից հետո ըստ իս դարձյալ պայմանավորված է հենց ավելի շատ ներընդդիմադիր մրցակցության հանգամանքով։ Այնպես որ երբ հարցը հենց ընդդիմությունն է բերել օրակարգ նկատի ունեք։ Խմբեր, որոնք հավակնում են, այո, ընդդիմության դաշտում վերադասավորումների, վերադիրքավորման եւ արդեն սկսում են հաշվարկը հաջորդ զարգացումների տրամաբանությամբ։ Եվ մենք տեսանք, որ անմիջապես շատ հետևողական համակարգված բերվեց այդ հարցը առաջին պլան։ Իհարկե կարծես թե ընդհանուր առմամբ հաջողվեց բերել հարցը կառավարելիության դաշտ եւ այդ էմոցիոնալ շեշտադրումներից տեղափոխել հաշվարկների եւ գնահատականների դաշտ, բայց սա մի վկայություն է, որ ընդդիմության տիրույթում ամենևին այդպես միարժեք պատկեր չէ եւ բոլորը նստած չեն սպասում, թե երբ են համախմբվելու։ Եվ ավելին շատ հաճախ այդ համախմբման մասին խոսակցությունների վերաբերյալ հայտարարությունները պատրաստակամության ամենևին հենց այդ մասին չէ, որ կարող են վկայել։ Ըստ այդմ կրկնեմ, այստեղ գլխավորը դառնում է բովանդակությունը, երբ համախմբում ասվում է, ինչպիսի բովանդակություն է պատկերացվում դրա տակ։ Դուք բովանդակությունը տեսնում եք, օրինակ, երբ լսեցիք Սամվել Կարապետյանի հարցազրույցը, որտեղ նա ասում էր հանրահավաք իրականացնենք, ի վերջո նպատակը ո՞րն է ընդդիմության։ Ինչի համար են հանրահավաք ցանկանում իրականացնել, ինչի շուրջ են ցանկանում համախմբվել։ Ըստ իս ընդդիմության երկու հանգամանք կա՝ տակտիկական ինչ անել եւ հանրահավաքի գաղափարը ըստ իս դրա շրջանակում է, այսինքն ինքը տակտիկական քայլ է եւ իրավիճակից բխող քայլ, եւ ստրատեգիական, այսինքն ինչ անել ավելի երկարաժամկետ իմաստով, ինչպես է պատկերացնում ընդդիմությունը երկարաժամկետ process-ը եւ հանգրվաններով, ինչպիսի այդպես ճանապարհային քարտեզ է պատկերացնում իր անելիքի վերաբերյալ։ Առայժմ տակտիկական մի քանի հայտարարություններ արվել են, բայց օրինակ նույն համախմբման գաղափարը ես կարծում եմ պետք է դիտարկել հենց ռազմավարական հեռանկարի իմաստով, որովհետև եթե դա էլ տակտիկա է, ապա չեմ կարծում, թե արդյունավետ կլինի։ Սամվել Կարապետյանի այդ հանձնառությունը ինձ համար ողջունելի է, որովհետև որպես ընդդիմադիր դաշտում հիմա ձևավորված առաջատար ուժ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ Ինչպես կիրականացվի, սա է տվյալ պարագայում ինտրիգը եւ ինչպիսի դիրքավորում կունենան այլ ուժեր։ Ես հասկանում եմ հետեւյալը, որ պետք է այդ համախմբման գաղափարը առաջին հերթին ծավալվի ընդհանուր որևէ պատկերացման շուրջ Հայաստանում ներհասարակական համակեցության տեսանկյունից։ Եթե չկա այդ ընդհանուր պատկերացումը, ընդհանրապես մենք ինչպիսի երկիր ենք պատկերացնում, այնինչ մերժվում է հիմա, այն քաղաքականության տեսքով, որ վարում է իշխանությունը, սա հասկանալի է։ Իսկ ինչն է միավորում տարբեր ուժերին։ Այս հարցի պատասխանը ես կարծում եմ դեռ չկա։
Եվ այս հարցի պատասխանը ձևավորելն է ընդդիմության ռազմավարական խնդիրը։ Սրան էր տանում process-ը նախընտրական շրջանում եւ այդ շրջանում իմ գնահատմամբ ընդդիմությունը աշխատեց որոշակի էֆեկտիվությամբ։ Եվ այն գնահատականը, որ ընդդիմությունը պարտվել է, ես օրինակ չեմ կիսում, որովհետեւ ընդդիմությանը հաջողվել է փոխել քաղաքական process-ների տրամաբանություն։ Եվ օրինակ կառավարող ուժը Նիկոլ Փաշինյանը անընդհատ փորձում էր իրավիճակը տանել այդ նախքին սև սպիտակ այդ ռազմորկաներով լեցուն տրամաբանության դաշտ։ Դա նրան չհաջողվեց։ Նկատենք բովանդակությունից շեղում էր։ Հասարակություն ընդդիմություն ձևաչափը տեղափոխել ընդդիմություն իշխանություն դարձյալ օգտագործեմ այս տերմինը, որովհետև մինչ այդ հենց այդ տերմինով կարելի էր բնորոշել ներքաղաքական վիճակը՝ ռազմորկաների դաշտ։ Երբ ընդդիմությունը նախընտրական ամիսների ընթացքում սկսեց աշխատել ավելի շատ հասարակության հետ, սա էապես փոխեց իրողությունների տրամաբանությունը։ Եվ հիմա պարզապես պետք է զարգացնել հենց այդ աշխատանքը, որը պետք է շեշտադրել հենց ընդհանուր պատկերացումներ ձևավորելու վրա։ Ընդհանուր մերժում վարվող քաղաքականության կարծես թե զգալիորեն ձևավորվել է, իսկ ընդհանուր պատկերացումներ կառուցվող նոր իրողությունների վերաբերյալ դա չկա եւ սա է գլխավոր խնդիրը ընդդիմության դաշտում, սրանով պետք է զբաղվեն իմ գնահատմամբ։ Հիմա տեսեք, դուք ասացիք Սամվել Կարապետյանի ուժը որպես առաջատար ուժ, քանի որ ամենաշատ ձայները նա է հավաքել, ողջունում եք նրա քայլը։ Կա տեսակետ, որ այդ քայլը ուշացած էր, պահը բաց է թողնված, եւ այդ ժամանակի կորուստը իր ազդեցությունը չի ունենա այժմյան գործողությունների եւ դրա արդյունավետության վրա։ Եթե համախմբման մասով խոսենք, ես կարծում եմ դա ուշացած չէր ինչ առումով։ Հիմա ասում են պետք էր միասնական ճակատ ձևավորել նախընտրական շրջանում։ Ինչ էր փորձում ստանալ իշխանությունը իդեմս ընդդիմության։ Փորձում էր ստանալ հենց միասնական ճակատ, ասելով, որ դա տարբեր ուժեր չեն, դա եռագլուխ ինչ որ մեկ հրեշ է։ Հիմա եթե միասնական ճակատ ձևավորվեր, այդ առումով իշխանության այս հակաքարոզչական շեշտադրումը ավելի էֆեկտիվ աշխատելու էր, թե ոչ, ես կարծում եմ ավելի էֆեկտիվ էր աշխատելու։ Եվ ակնհայտ էր լինելու, որ այդ միասնական ճակատը արհեստականորեն ձևավորված է եւ ավելի շատ նպաստում է հենց իշխանության հակաքարոզչությանը, քան էֆեկտիվ է ընդդիմության համար։ Առավել եւս կրկնեմ, այդ խնդիրը կա։ Ընդդիմությունը միասնական չէ իր պատկերացումներով, գնահատականներով եւ այլն։ Սա ակնհայտ է եւ մերժել սա բնական է։ Գուցե բնական է, այո, գուցե չէ, հենց բնական է, որովհետեւ տարբեր ուժեր են եւ այլն։ Եվ հենց այս է խնդիրը բնականացնել որևէ ընդհանուր միջավայր, ձևավորել այդ ընդհանուր միջավայրը։ Սա նախընտրական շրջանում հազիվ թե լիներ էֆեկտիվ, որովհետև սրա համար շատ ծանր եւ երկարատև աշխատանք է պահանջվում։ Հիմա հետընտրական շրջանում հնարավորություն կա չկենտրոնանալ ինչ որ արդյունքի, ընտրական արդյունքի վրա եւ աշխատել այս բովանդակության շուրջ։ Եթե այդ աշխատանքը էֆեկտիվ տարվի, ես կարծում եմ դա նույնիսկ սպասվածից ավելի շուտ կարող է տալ հանրային տրամադրությունների ավելի շատ փոփոխության, ավելի մեծ ծավալով փոփոխության էֆեկտ եւ նաեւ հետեւաբար քաղաքական իրավիճակի փոփոխության էֆեկտ։ Էական է այդ ձեր ասած բովանդակության շուրջ երբ ընդդիմությունը աշխատանք է տանում, դա կարվի դուրսը, թե դա կարվի օրինակ խորհրդանի ներսում, որովհետև դուք ինչպես նշեցիք, հենց առաջնային դիսկուրսը գնաց այդ հարցի շուրջ։ Եվ վերջո այդ հարցը էական է, օրինակ ընդդիմությունը փողոցում է փորձում բովանդակություն օրակարգ գեներացնել եւ առաջ տանել, թե գնում է խորհրդանի ներսում է փորձում իր օրակարգերը հասանելի դարձնել հանրությանը։ Կարծում եմ այդ խոսակցությունները ավելի շատ այդպես տարիներով ձևավորված կարծրատիպերի արդյունք են։ Փողոց, խորհրդարան։ Այսօր կա ահռելի տեխնոլոգիական դաշտ։ Հակասում է կարծրատիպ է դա կարծես։ Ընդհանրապես քաղաքականությունը ինքը կարծում եմ մի երևույթ է, որը ինստիտուցիոնալ, ցանցային, համակարգային մակարդակում է զարգանում եւ աշխատանքը այդ մակարդակում է ծավալվում։ Ես չեմ կարծում, թե փողոցը ինքը բերում է ինչ-որ արդյունքի։ Իմ գնահատմամբ գուցե սխալվում եմ, բայց փողոցը ինքը արդյունք է, աշխատանքի արդյունք։ Այդ աշխատանքը պետք է կատարել տեղերում, այդ աշխատանքը պետք է կատարել կուսակցական կամ հանրային այլ խողովակներով։ Այդ թվում ինչու ոչ նաեւ խորհրդարանական կարգավիճակը օգտագործելով։ Եվ դրա համար շատ կարեւոր է, օրինակ, եթե խորհրդարանում աշխատում են, ինչ տրամաբանությամբ են աշխատում։ Աշխատում են իշխանության հետ կռիվ անելով, դա է աշխատանքը լինելու, թե աշխատում են օրինակ այդ կարգավիճակը օգտագործել, շարունակելով հասարակության հետ խոսակցությունը։ Այն նաև հենց ընդհանուր պատկերացումների շրջանակը ընդլայնելու եւ ավելի հաստատուն դարձնելու ուղղությամբ։
Այս հարցերն են իմ գնահատմամբ ընդդիմության համար առավել արդիական դարձել հենց հետընտրական այս շրջանում, որովհետև միջանկյալ հաջողություն, հիմա ասել հաջողություն է ընտրական արդյունքը շատերի համար կարող է հնչել տարօրինակ, բայց իմ գնահատմամբ սա հաջողություն է ընդդիմության համար հարաբերական իմաստով թեկուզ։ Հիմա այս միջանկյալ հաջողությունը պետք է զարգացնել։ Այո, չի ստացվել իշխանություն փոխել եւ գլոբալ իմաստով, եթե սա էր նպատակը, իհարկե այդ նպատակը չի իրականացվել, բայց ես հենց սրա մասին եմ խոսում, որ պետք է քաղաքականությունը դիտարկել հենց process-ի տրամաբանության մեջ, ոչ թե մեկ անգամյան ինչ որ ակտ էր, մեկ անգամյա չստացվեց եւ հիմա ինչ որ զրոյից process ենք սկսում։ Այս հարցերի շուրջ է կարծում եմ հիմնական աշխատանքը պետք կատարել, այսինքն մնացածը մանդատներ վերցնել, չվերցնել, փողոց դուրս գալ, թե դուրս չգալ, մեկ հանրահավանել, թե 11 հանրահավանել։ Դա միջոցն է արդեն։ Սրանք կարծում եմ պետք է ենթակա լինեն արդեն այդ աշխատանքի։ Պարոն Բադալյան, ինչու է Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը դրդում գնալ հեղափոխության ճանապարհով, փողոցային պայքարի, հեղափոխության։ Մի կողմից տպավորություն է, որ նա ուզում է ցույց տալ, որ տեսեք, փողոցը չկարողացաք ամբողջությամբ լցնել, սա նշանակում է, որ դուք այն 500,000 եւ ավելի էլեկտորատը չունեք, այլ ձեր էլեկտորատը այն մարդիկ են, ովքեր այս բան փողոցում են, այսինքն փորձում է նվազեցնել ընդդիմության աջակիցների թիվը եւ մասշտաբները։ Ըստ իս լավ ճանաչելով ընդդիմադիր դաշտը եւ հենց դա, որ ընդդիմադիր դաշտում չկան ռազմավարական բազա ենթադրող ընդհանրություններ եւ ավելի շատ կան տարանջատող տրամադրություններ, ավելի շատ կա շահերի բախում, որը գուցե ինչ որ պահի ակտիվ է արտահայտվում, ինչ որ պահի ոչ, բայց շատ լավ ճանաչելով, որ հենց դա է այսօր ընդդիմադիր դաշտի ընդհանուր հատկանիշը։ Ես առանձին ուժեր նկատի չունեմ, դաշտի ընդհանուր հատկանիշը։ Եվ երբ այդ հատկանիշն է բնորոշում դաշտը, ինչքան արագ, այսպես ասենք, արհեստական ինչ որ միասնական առավել եւս հեղափոխական process-ներ գեներացվել, այնքան այդ դաշտը շատ ավելի արագ է փլուզվելու։ Եվ հետեւաբար հասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը այդ տեսանկյունից արագացնում ընդդիմությանը։ Այսինքն նախկին շարժումների փորձից ելնելով, ճանաչելով ընդդիմադիր դաշտը, այդ դաշտում սկզբունքային փոփոխություններ, խորքային իմաստով, ռազմավարական գնահատականների պատկերացումների իմաստով, ինչպես են իրենք պատկերացնում իրավիճակը, ենթադրենք 10 քայլ հետո, եւ այդտեղ ինչքան է իրենց ընդհանրությունների, մոտեցումների, համաձայնությունների շրջանակը եւ ծավալը։ Այս հարցում ես կարծում եմ զգալի անելիք կա ընդդիմադիր դաշտում եւ շատ լավ ճանաչում է այդ դաշտը եւ շատ լավ տիրապետում է այդ դաշտին բնականաբար իշխանության կրող Փաշինյանը եւ կրկնեմ ինչքան արագացնի process-ները արհեստական առանց հիմնարար նախադրյալների, այդքան ավելի շատ լինելու են փլուզումներ այդ դաշտում։ Մյուս կողմից նաև կոչեր են հնչում ընդդիմությանը չվերցնել մանդատներ, ես նկատեմ իշխանության կողմից են այդ կոչերը։ Ոչ միայն կոչեր են, այլ նաև աղաբեկումներ, վախի մթնոլորտ, որ այ եթե դուք գաք խորհրդարան, ձեզ համար լավ չի լինելու, մենք ձեզ շատ վատ ենք դիմավորելու։ Նրանց խնդիրն է ի վերջո ունենալ խորհրդարան, որտեղ չի լինի ընդդիմություն։ Իրականում նրանք հենց դա էլ ցանկանում են, թե իրականում այդ կոչերի տակ այլ նպատակ կա թաքնված։ Իմ գնահատմամբ այդ կոչերը ավելի շատ ինֆորմացիոն խաղ են արկա միջավայրում, հատկապես երբ տեսան, որ հենց մանդատներ վերցնել չվերցնելը խորհրդարան գնալ չգնալը դարձավ գլխավոր հարցը։ Կարծես պետության ճակատագիրը կախված էր դրանից։ Հունիսի 8-ին մնացել էր այդ հարցը։ Գնալ խորհրդարան թե չէ։ Եվ իշխանությունը սկսեց խաղալ այս հանգամանքի վրա, այսինքն տեսնելով, որ սա դարձավ ընդդիմության հետ առնչվող գլխավոր հարցը, ընդդիմությանն ուղղված գլխավոր հարցը, իրենք էլ սկսեցին սրա վրա խաղալ ինֆորմացիոն դաշտում։ Պարոն Բադալյան, իսկ անմիջական իմաստով կգնա ընդդիմությունը խորհրդարան, թե չի գնա, ես չեմ կարծում, թե օրինակ չգնալու դեպքում իշխանությունը ունենալու է ինչ-որ առանձնապես մեծ խնդիրներ։ Շատ է բերվում այս օրինակը, ես համաձայն եմ դրա հետ, Վրաստանի պարագան, երբ Վրաստանի ընդդիմությունը, այո, որը շատ ավելի էսպես միասնական, թեկուզ հարաբերական իմաստով միասնական շրջանակ էր եւ այդ միասնական շրջանակություն կարողանում էր փողոց գեներացնել եւ բավական որը ոչ միայն աջակցություն է, ես կարծում եմ դա արևմուտքի կազմակերպած ընդդիմություններ, որովհետեւ այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ էին, որոնք անմիջականորեն, որոնց գործատուն մեծ հաշվով արևմուտքն է, որովհետեւ տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ էին, որոնք ֆինանսավորվում են արևմտյան կառավարություններից եւ այլ ֆոնդերից։ Եվ այդ պարագայում մենք տեսանք, որ Վրաստանի իշխանությունը չունեցավ այդ խնդիրը։
լեգիտիմության խնդիր, այսինքն Նիկոլ Փաշինյանը ում մոտ է ունենալու լեգիտիմության խնդիր, եթե խորհրդարան չի գնում ընդդիմությունը։ Եթե Հայաստանի հասարակության մոտ այդ խնդիրը Նիկոլ Փաշինյանը ունի եւ դա կախված չէ խորհրդարան գնալ չգնալուց։ Եթե արտերկրի որևէ շրջանակում այդտեղ հասկանում ենք լեգիտիմության խնդիր պետք է ունենան, այսպես ասենք, ժողովրդավարության ռևիզորների մոտ, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, իսկ այնտեղ բացարձակապես չի հետաքրքրում այդ առումով Փաշինյանի ընդդիմություն կա խորհրդարանում, թե ոչ։ Իրենք լեգիտիմ համարում են Փաշինյանին այնքան ժամանակ, քանի դեռ նա վարում է այս քաղաքականությունը։ Տեսեք, այդ կարծիքը կրողները ասում են, եթե դու չես ընդունում ընտրությունների արդյունքները, դու չպետք է գնաս խորհրդարան, որովհետև եթե դու գնում ես խորհրդարան, նշանակում է դու ընդունում ես ընտրությունների արդյունքները։ Բայց սրա հետ մեկտեղ կա նաև Փաշինյանի օրինակը, որը շատերը հիշում են 2017 թվականին։ Փաշինյանը չէր ընդունում ընտրությունների արդյունքները, բայց նա նույնիսկ չվիճարկեց դա Սահմանադրական դատարանում, գնաց խորհրդարան եւ 1 տարի հետո սկսեց իր հեղափոխական գործունեությունը, այսինքն մի կողմից ասում են դուք գնալու եք եւ լեգիտիմացնելու եք, մյուս կողմից մենք տեսնում ենք հայկական իրականության մեջ հենց նույն Նիկոլ Փաշինյանի, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որով նա փաստորեն չլեգիտիմացրեց խորհրդարանը, բայց գնաց խորհրդարան։ Ես նշեցի լեգիտիմության հանգամանքը, որ այդտեղ բացարձակապես հարց չկա եւ իմ կարծիքով դա մի քիչ մեխանիկական քննարկում է, եթե գնում եք լեգիտիմացնում եք, եթե ոչ։ Օրինակ, եթե հարկ են վճարում նույն Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնավարման ընթացքում, լեգիտիմացնում են այդ կառավարությանը, թե ոչ։ Եթե մենք հարկ ենք վճարում Հայաստանում, քանի դեռ վարչապետ է Նիկոլ Փաշինյանը, լեգիտիմացնում ենք, թե ոչ։ Այսինքն այս մասին խոսակցությունները ես համարում եմ մի քիչ մեխանիկա։ Դե լավ, դե ուրեմն պետք է կոչ անել ընդհանրապես Հայաստանում ոչ հարկ վճարել, ոչ ենթարկվել պետական օրենքներին եւ այլն, որովհետեւ խորհրդարանը եւս դա պետությունն է, դա Նիկոլ Փաշինյանի ձևավորած մարմինը կամ ինստիտուտը չէ։ Դա Նիկոլ Փաշինյանի գրպանով պահվող ինստիտուտը չէ։ Հետաբար այստեղ պետք է առաջնորդվել այդ տրամաբանությամբ։ Դա պահում են հարկատուները, նաեւ այն հարկատուները, որոնք համաձայն չեն Փաշինյանի քաղաքականության հետ։ Ըստ այդմ պետք է հարցերը չափել այս տրամաբանության մեջ։ Ոչ թե գնում ենք լեգիտիմացնում ենք, չենք գնում, չենք լեգիտիմացնում։ Այստեղ կարևոր հարց է, պարոն Բադալյան, ինչ ունի ընդդիմությունը անելու խորհրդարանում։ Եթե գնում են, ինչ նպատակով են գնում, ինչ գործիքակազմ է տալիս խորհրդարանը ընդդիմությանը։ Նախ տալիս է կարգավիճակ, որը հնարավոր է օգտագործել արտաքին դերակատարների հետ աշխատանքի համար։ Կարգավիճակ, որը տալիս է լրացուցիչ հնարավորություն։ Ես կարծում եմ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ падգամավորի կարգավիճակ ունեցողը ունի արտաքին դերակատարների հետ հաղորդակցվելու ավելի լայն շրջանակ եւ հնարավորություն, քան օրինակ падգամավորության կարգավիճակ չունեցողը։ Իսկ արտաքին դերակատարները, արտաքին շրջանակը դա կարևորագույն գործոն է հայաստանյան քաղաքականության համատեքստում, առավել եւս այսօր, երբ մենք կարծում եմ չենք հերքի, որ աշխարհակաղակական զարգացումները չափազանց մեծ նշանակություն ունեն Հայաստանի շուրջ, հետեւաբար նաեւ Հայաստանի ներսում տեղի ունեցող process-ների առումով։ Ըստ այդմ սա մի հնարավորություն է, օրինակ։ Եվ երկրորդը դա որոշակի իրավական կարգավիճակ է նաև Հայաստանի ներսում, այդուհանդերձ ինչ որ առումով զսպող եւ կաշկանդող իշխանության գործողությունների տեսանկյունից։ Ուրեմն հարց է առաջանում, ինչու այդ հավելյալ հնարավորություններից հրաժարվել, եթե հրաժարվելու դեպքում որևէ կերպ տեսանելի չէ ինչ որ երաշխավորված հաջողության այլ ճանապարհ։ Գիտեք, հիմնական կարծիքը որն է, որ երբ ընդդիմությունը գնում է խորհրդարան, իսկ նրան ընտրողները, ընդդիմության ընտրողները ունեն ավելի այսպես ռադիկալ մոտեցումներ, այսինքն ավելի արագ են սպասում իշխանափոխության, ավելի կտրուկ քայլերի են սպասում, այդ դեպքում ընդդիմությունը կորցնում է իր վարկանիշը, այսինքն մեկ այլ հաջորդ ընտրության ժամանակ ընդդիմությունը չի ստանա այն տոկոսը, որ օրինակ ստացել է այս ընտրության ժամանակ։ Նախ այստեղ իսկ ով է չափել էլեկտորատը ընդդիմության, ինչ արագության փոփոխություններ է ակնկալում, այդ օրինակ պայմանական վերցնենք կես միլիոնից ավելի մարդուց, որ մասը ինչ արագությամբ է փոփոխություն ակնկալում, որ մասը ինչ մոտեցում ունի այդ մանդատ վերցնել չվերցնելու վերաբերյալ։ Եվ բացի դրանից, եթե նույնիսկ ակնկալում են արագ փոփոխություն, իսկ օրինակ փողոցային պայքար ասվածը, եթե այդ տարբերակով ենք դիտարկում, դա արագ փոփոխության ինչ երաշխիքներ ունի։ Այս հարցերը կան եւ դրա համար եմ նշում, որ այս խոսակցությունը առավելապես մեխանիկա է, որ գալիս է տարիների ընթացքում։ Օրինակ, եթե դիտարկում են շատ հաճախ ասում են 2021-ին ընդդիմությունը գնաց խորհրդարան, լեգիտիմացրեց Փաշինյանին։ Ես բացարձակ համաձայն չեմ, որ ընդդիմության գնալով էր Փաշինյանը լեգիտիմանում կամ ոչ։
Փաշինյանը լեգիտիմացել էր օրակարգով, այն օրակարգով, որ 21-ին ինքը ներկայացնում էր, որը Արցախի վերաբերյալ բացարձակապես այլ տրամաբանություն ուներ, քան այն ինչ արեց հետո։ Եվ Փաշինյանը ապա լեգիտիմացավ, երբ Արցախի վերաբերյալ սկսեց անել հակառակը։ Ապա լեգիտիմացում ասելով նկատի ունեք, որ 50 պլյուս չավակեց կորցնել լեգիտիմությունը, այո, գուցե ոչ իր համար ճակատագրական ծավալով, բայց նաև այստեղ էր գլխավոր խնդիրը, որ ընդդիմությունը, որ գնացել էր խորհրդարան, մի քանի տարի շարունակ աշխատեց ոչ թե այս ուղղությամբ հասարակության հետ, այլ հիմնական խաղադրույքը կատարում էին Փաշինյանին, եթե կարող ենք այսպես ասել, ընդամենը թուրք եւ դավաճան ասելու այս տրամաբանության վրա։ Եվ մի քանի տարի կորսվեց այս տրամաբանությամբ քաղաքականության վրա։ Այստեղ էր գլխավոր խնդիրը, բայց այդ տրամաբանությունը հենց գալիս էր այդ նույն Արցախը հանձնելու օրակարգից, այսինքն Արցախը հանձնել ես, ուրեմն դավաճան ես։ Շեղվել ես քո ծրագրից, ուրեմն դավաճան ես։ Պետք է հասարակությանը բացատրել ոչ թե որ Նիկոլ Փաշինյանը թուրք է կամ դավաճան, այլ բացատրել ինչ է անում Փաշինյանը, որովհետև դա բավարար բացատրություն չէ ասել, որ սա տեղի է ունենում, որովհետև նա թուրք է կամ դավաճան։ Այդպես հասարակության հետ այդպես չեն աշխատում։ Մի մասի վրա դա ազդում է, մյուս մասը ինչ որ բացատրություն է ակնկալում։ Իսկ փոխարենը Նիկոլ Փաշինյանն ինքը բացատրում էր ինչ է անում։ Չեմ ասում համոզիչ էր կամ ոչ համոզիչ, ինքը բացատրում էր հասարակությանը ինչ է անում։ Ինչ չէր ասում, չէ, ես թուրք չեմ, ես դավաճան չեմ, չգիտեմ ինչ չեմ։ Նույնիսկ ասում էր, չէ, չի վիրավորվում այդ ամեն ինչից։ Հիմա հասարակության հետ պետք էր բացատրելով աշխատել, ոչ թե խաղադրույք անել էմոցիոնալ ընկալումների վրա, որտեղ այդ էմոցիոնալ ընկալումները շատ տարբեր են։ Եվ հիմա էլ, տեսեք, հարցը գալիս է էմոցիոնալ ընկալումների դաշտ։ Ասում են հասարակությունն ուզում է մարդիկ էլեկտորատ ուզում են փոխել Փաշինյանին։ Սա էմոցիոնալ ընկալում է, այսինքն ինչ են շնորհակալ փոխել, ոնց է փոխվելու այդ փոխվելը։ Այդ ուզելը հասարակության, դա էմոցիա է։ Անողները պետք է դիտարկեն դրա պրագմատիկ հնարավորությունը։ Եվ դրա համար նշում եմ, որ մենակ այդ ուզում են հասարակությունը, ուզում է չվերցնել մանդատը, դա շատ հարաբերական հասկացություն է։ Հասարակության հետ պետք է աշխատել եւ մարդիկ իրենք էլ կսկսեն պատկերացնել, որ գուցե իրենց այս ուզածը տրամաբանական չէր, բայց փոխարենը առաջարկվում է մեկ այլ, թվում է թե մինչ այդ դրա մասին հնարավոր չէր մտածել, բայց մեկ այլ ավելի ռացիոնալ ուղղություն, որը քայլ առ քայլ, բայց շատ կոնկրետ գետնի վրա շարունակում է փոխել իրավիճակ։ Կրկնեմ, դուրս եկան այդ տրամաբանությունից ընդդիմադիր ուժերը, նախընտրական այս ամիսներին կամ վերջին տարվա ընթացքում սկսեցին աշխատել հասարակության հետ հենց բացատրելու տեղի ունեցողը բացատրելու տրամաբանության վրա եւ մենք տեսանք թե մեկ տարվա ընթացքում ինչպես նկատելիորեն փոխվեց միջավայր ու պատկեր։ Պարոն Բադալյան, հիմա տեսեք կա տպավորություն եւ տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը արդեն ընտրությունների էջը անցել է եւ պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի։ Ընդ որում արդեն կարծես նշмарելի են, թե Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի ժամանակ ինչի շուրջ է կառուցելու իր գաղափարախոսությունը, ինչի շուրջ է փորձելու կոնսոլիդացնել իր ընտրողներին։ Օրինակ նա հստակ խոսում է դատաիրավական, ինչպես մենք տեսանք 18 թվականից հետո, երբ բոլորին տարօրինակ էր հեղափոխությունից հետո բոլորին ասել եկեք պայքարենք դատաիրավական համակարգը այսպես բարենորոգելու ուղղությամբ, հիմա նույն կոչերն են, ասում են մենք պետք է փրկենք դատաիրավական համակարգը կոռումպացված դատավորներից, որպեսզի նախկինները գնան նստեն բանտ եւ այդ պատճառով մեզ պետք է փոխել սահմանադրությունը։ Այսինքն այն մյուս հարցերը անկախության հռչակագիրն է, ցեղասպանությունն է, Արցախն է, դա թողնում է Նիկոլ Փաշինյանը մի կողմ։ Հիմա դուք տեսնում եք այդ մոտիվները, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես արդեն իսկ աշխատում է սահմանադրական հանրաքվեի ուղղությամբ եւ արդեն իսկ գնում է քարոզչության ճանապարհով։ Քարոզարշավը իրականում։ Նույնիսկ մոտիվի հարց չէ, սա արտաքին ճնշման հարց է եւ այդ ճնշումը տեսանելի է։ Այդ ճնշումը տեսանելի է նաեւ Նիկոլ Փաշինյանի հետընտրական վարքագծով։ Եվ օրերս արած մի ըստիս շատ վտանգավոր հայտարարությամբ, թե իբրև Հայաստանում ընդդիմությանը ձայն տված այդ կես միլիոն էլեկտորատը դրանք ռևանշիստներ են եւ այդ հանգամանքը պատճառ է, որպեսզի Ադրբեջանը եւ միջազգային դերակատարները մտահոգվեն։ Եթե չեմ սխալվում, նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հենց այդ հայտարարությունն էր անում խորհրդարանում։ Ռևանշիստ բառը իհարկե չօգտագործեց, բայց նրա ասացի տրամաբանությունը դա էր, որովհետեւ ասում է, եթե տեսնում են Հայաստանում կա կես միլիոնից ավելի մարդ, որը ուզում է Արցախյան շարժման վերականգնում, ծովից ծով Հայաստան եւ այլն, ուրեմն առիթ ունեն, պատճառ ունեն մտահոգվելու Ադրբեջանը եւ միջազգային դերակատարները։
Եվ այս տեսանկյունից սա վտանգավոր հայտարարություն է, որը խոսում է այդ արտաքին ճնշման արկայության մասին, առանցքային հարցերից մեկը բնականաբար սահմանադրության հարցն է, բայց այստեղ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը ավելի մեծ հավանականությամբ կխաղա ավելի շուտ շանտաժի, քան այդ դատաիրավական ռեֆորմի եւ այլնի վրա։ Այսինքն հակադրելով պատերազմ, եթե չենք փոխում, շանտաժելով, որ եթե չենք փոխում, կլինի պատերազմ։ Հիմա երբ նա ասում է օրինակ Հաջիևը եկավ, որ մենք միասին կանխենք պատերազմի սպառնալիքը, դա տանում է հենց այդ նույն օրակարգին, որ առաջիկայում այդ առաջիկայում տրամաբանությունն է, որ այդ տրամաբանությամբ փորձելու են առաջ տանել այդ օրակարգը։ Պարոն Բադալյան, տեսեք, նաև կա ՀԱԿ-ից օրինակ կոչ, որ արդեն իսկ ընդդիմությունը պետք է համախմբվի ոչի ճամբարի շուրջ, այսինքն պետք է թողնել այս հետընտրական բոլոր խժդժությունները եւ այլն եւ կենտրոնանալ դրա շուրջ։ Հիմիկվանից է պետք այդ պայքարը եւ քարոզը տանել։ Կիսում եք դուք այդ տեսակետը։ Այն, որ պետք է հասարակության հետ աշխատել այդ հարցի վերաբերյալ, այո, բայց դարձյալ գամեն մտքին, թե ինչպես աշխատել, որովհետև եթե օրինակ ոչի պայքարը լինելու է այնպես, ինչպես 2015 թվականի սահմանադրության այդ փոփոխության գործընթացի ժամանակ էր, այնտեղ էլ չէ, այոյի եւ ոչի շտաբեր ձևավորվեցին, ապա պետք է սպասել, որ նաեւ լինելու է այդ reality show-ն, չէ, այն ժամանակ էլ կար այոյի եւ ոչի reality show կազմակերպվեց, ցուցադրվում էր, թե ինչպես են այոն քարոզում, ինչպես են ոչը քարոզում, այսինքն եթե այս ամենը հերոստաշոուի է վերածվելու դարձյալ, ապա ես կարծում եմ դա պարզապես ինչ որ զբաղմունք է, որը ոչինչ չի փոխելու, բայց կրկնեմ, այո, եթե առարկայորեն հասարակությանը բացատրելու են վտանգները, թե ինչպես է Հայաստանը աստիճանաբար բավարարելու Ադրբեջանի օրակարգերը եւ ի վերջո այս ռեգիոնում վերածվելու ադրբեջանական ենթակայության մի օբյեկտի, դադարելով լինել իրական քաղաքական սուբյեկտ։ Եթե մարդկանց բացատրվի այս ամենը եւ բացատրվի, որ այդ քաղաքականությունն է տանում դեպի պատերազմ եւ ոչ թե հակառակը, կարծում եմ այս դեպքում արդեն այո այդ պայմանական իմաստով ոչը ունի իմաստ։ Պարոն Բադալյան, եւ վերջում ամփոփելով մենք կարող ենք ձևակերպել, թե այս պահին Նիկոլ Փաշինյանի օրակարգը ինչպիսին է լինելու, նաեւ փոխկապակցելով Հաջիևի այցի հետ, ինչ են պահանջում նրանից, մենք խոսեցինք սահմանության փոփոխության մասին, բայց մենք նաեւ տեսանք, որ վերջերս Նախիջևանում տեղի ունեցավ այդ Արևմտյան Ադրբեջան համայնքի ֆորումը, փառատոնը, եւ սա Նիկոլ Փաշինյանը հստակ հերքում էր ամբողջ նախընտրական շրջանում, ասում էր, որ ընդդիմությունը ստում է, բեկում է ժողովրդին, որևէ ադրբեջանցի չի պատրաստվում գալ այստեղ ապրել, իսկ այնտեղ նույնիսկ իրենց կրթության եւ գիտության նախարարը, որը կառավարության ներկայացուցիչ է, ասում է Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի, որ մենք վերադառնանք, այսինքն արդեն հստակ իրենց պահանջները դրել են։ Հիմա մենք կարող ենք հստակ ներկայացնել հանրությանը, թե այս շրջանում ինչ է սպասվում, ինչ պահանջներ են առաջ քաշված եւ ինչ պահանջներ է Հայաստանի իշխանությունը պատրաստական կատարել։ Այդ նախարարը ձեր նշած նույնիսկ ավելի վտանգավոր մի բան էր ասել, վտանգավոր կամ ուշադրության ավելի արժանի, որ այդ գաղափարը Ադրբեջանի, Արևմտյան Ադրբեջանի դա ադրբեջանական հասարակական ինքնություն ձևավորող եւ երիտասարդություն դաստիարակող գաղափար է, այսինքն այստեղ շատ ավելի երկարաժամկետ եւ ընդգրկուն նպատակ են իրենք դրել իրենց առաջ, համառոտ այդ նպատակը կրկնեմ Հայաստանը որպես այդպիսին աբսորբացնելու նպատակն է։ Եվ սա Ադրբեջանը դարձրել է նաև միջազգային դերակատարների հետ իր հարաբերությունների կարևոր խաղաքարտ։ Ինչ մեխանիզմ է աշխատում, Ադրբեջանը համարվում է շատ ավելի նշանակալից դերակատար եւ հետաքրքրության առարկա այս ռեգիոնում, պայմանավորված այն հանգամանքով, որ նաև շատ մոտ է Կասպիցի ռեգիոնում անմիջապես դերակատար եւ շատ մոտ է Կենտրոնական Ասիային, եւ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները արևմտյան խաղացողների համար սկզբունքային եւ առանցքային նշանակություն ունեն։ Այդ պայմանավորվածությունների մանրադրամի է վերածվել Հայաստանը եւ բոլորը ակնկալում են, որ Հայաստանը առավելագույնս արագ կընդունի Ադրբեջանի պահանջները, կկառուցվի այդ խաղաղություն ասվածը եւ հետեւաբար այն մեխանիզմները, որոնցով աշխարհաքաղաքական եվրոատլանտյան դերակատարները կմրցակցեն Ռուսաստանի, Չինաստանի հետ եւ այլն։ Եվ այս շրջանակում Ադրբեջանը առաջ է տանում, դնում է Հայաստանի առաջ իր պայմանները որպես խաղաղության պայման։ Դրանց շարքում են նաև այդ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։ Սա նույնպես կարող է նաև այդ հանդիպման օրակարգը լինել։ Անկասկած հարց է առաջանում, թե ինչու է մոտ 1.5 տարի այդ գործընթացը չի մեկնարկում, երբ կանոնադրությունը հաստատված է, երբ ուղղությունը մշակել են դեռ 1.5 տարի առաջ հյուսիսից հարավ իրականացնել։ Ինչու չի մեկնարկել մինչև հիմա, որովհետեւ
այդ գործընթացը ենթադրում էր բաներ, որոնք ձեռատու չէին լինի Նիկոլ Փաշինյանին նախընտրական շրջանում։ Մյուսը սահմանադրության այդ պահանջը եւ կարծում եմ հնդածս Ադրբեջանը նորանոր պահանջներ է բերելու օրակարգ եւ ինչ մեխանիզմով են աշխատում։ Նախ դրանք դարձնում են միջազգայինորեն լեգիտիմ եւ հետո արդեն միջազգային մասշտաբով է Հայաստանը հայտնվում ճնշման տակ, որովհետեւ երբ Հայաստանը սկսում է առարկել, միջազգային դերակատարները միանում են Բաքվին, որովհետեւ դա սկսում է խանգարել նրանց եւ Բաքվի ավելի կարեւոր համաձայնություններին։ Եվ այստեղ ճնշումը ավելի սերտ եւ ավելի ընդգրկուն է դառնում։ Հիմա հետընտրական այս շրջափուլում մենք տեսնում ենք, որ Հայաստանը արդեն իսկ հայտնվել է այդ ակտիվ ռեժիմում այն բանից հետո, երբ իշխանությունը պահպանեց իր դիրքերը։ Եվ փաստորեն ներքին ճնշումն էլ լինելու է, որ եթե մենք չենք գնում այս բոլոր օրակարգերով, ապա պատերազմ է լինելու։ Ամենայն դեպս Փաշինյանի նախորդ շաբաթ խորհրդարանում հնչեցրած էր ելույթը դրա բավականին նկատելի վկայություն էր, որ շեշտադրում կարվի հենց այդ շանտաժի վրա, որովհետև շատ դժվար է լինելու մարդկանց բացատրել, որ այդ ամենը Ադրբեջանի պահանջով չէ, որ արվում է։ Դա շատ դժվար է լինելու բացատրել։ Եվ չունենալով նաև սահմանադրական մեծամասնություն, դժվար է լինելու այնտեղ վճռորոշ բաները խորհրդանով անել։ Սրան զուգահեռ էլ նաև սահմանադրական հանրակրվեն ենթադրում է ԱՅՈ-ի բոլորովին այլ ծավալ, քան օրինակ ընտրությունը։ Սրանք բարդություններ են, եւ այս բարդությունը առաջ տանելը կարծում եմ կփորձեն անել հենց շանտաժի տրամաբանությամբ, այլ կերպ ասած, կամ մենք սա կանենք, կամ կլինի պատերազմ, այս խաղը կփորձի առաջ տանել Նիկոլ Փաշինյանը եւ կրկնեմ, նախորդ ելույթը խորհրդանում նախորդ շաբաթ սրա բավականին մտահոգիչ նախանշաններ պարունակում էր։ Պարոն Բադալյան, ես շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում եի քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ, կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։